Աշխարհում առաջինը Տրթատ Գմեծ Արշակունին ճանաչեց քրիստոնեությունը որպես պետական պաշտոնական կրոն։ Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել Սուրբ Բարդուղիմեոս և Սուրբ Թադեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։ Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել։ Այն կոչվել է Հայաստանյայց կամ Հայաստանի, հայոց կամ հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ Առաքելական անունով այն տարբերվում է Միջին Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թվին դարձել է պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անունով էր քրիստոնյա։ Երկրում եղած Աստվածաշնչի գրքերը եկեղեցական այլ երկեր հունարեն կամ մասորերեն էին։ Ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով, և դա թույլ չէր տալիս, որ քրիստոնեությունը տարածվեր հայ ժողովրդի մեջ լիարժեքորեն։ Եվ Մեսրոպ Մաշտոցը ահռելի ներդրում ունեցավ քրիստոնեության տարածման գործում։ Նա Հայաստանում ստացել էր հունական կրթություն, տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին, և քանի որ հայերեն տառեր չկային, Մաշտոցը ժողովրդի համար բանավոր ներկայացնում էր Աստվածաշունչը հունարենից թարգմանելով։ Դառնալով վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել է քրիստոնեական վարդապետությունը։ Նրան օգնել և խրախուսել է նաև հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը։ Երկրում ծավալվել է թարգմանչած շարժումը։ Թարգմանչած շարժումն առաջնորդում էին Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը, որոնք եղել են Սուրբ գրքի հայերեն թարգմանության խմբագիրները։ Աստվածաշնչի թարգմանությունը կատարվել է ասորերենից և հունարենից։ Թարգմանիչներից են Եզնիկ Կողբացին, Հովսեփ Պաղնացին, Կորյունը, Ղևոնդը և ուրիշներ։ Նախքան Մաշտոցի կողմից հայերեն տառերի ստեղծումը, եկեղեցական արարողությունների ժամանակ բանավոր կերպով թարգմանվում էր Սուրբ Գիրքը հայերեն։ Ֆրանսիացի հայագետ Լակրոզը Սուրբ գրքի հայերեն թարգմանությունն անվանում է թարգմանությունների թագուհի, նկատի ունենալով թարգմանության բարձր որակը և արժանինքները։ Սուրբ գրքի հայերեն թարգմանությունն այսօր օգտագործվում է Աստվածաշնչի քննական հրատարակություններում։ Քրիստոնեությունը պահանջում է ջանք, պատասխանատվություն, ամենօրյա աշխատանք։ Չափազանց կարևոր է, որ քրիստոնյան ընկալի, որ Քրիստոսի հարության ավետիսն է բերում աշխարհ, որ Քրիստոս հաղթեց մահին մեզ համար։ Ճանաչել զիմաստություն և սխրատ, իմանալ զբանս հանճարո։ Աշխարհաբարով ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ Սա առաջին հայերեն գրված նախադասությունն է հայոց գրերի գյուտից հետո։ Գրվել է 405 թվին Մեսրոպ Մաշտոցի կողմից, երբ թարգմանում էր Սողոմոնի առակները։ Հին Կտակարանի առակած գրքի այս նախադասությունը թերևս ծանոթ է բոլոր նրանց, ովքեր երբևէ հայերեն են սովորել, սակայն բոլորը չգիտեն, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը գրավոր հայերենը սկսել հենց այս հատվածի թարգմանությամբ։ Նաև քչերն են կարդացել այս հատվածի շարունակությունը։ Սողոմոնի առակների գրքում Մաշտոցին այս տեսակետից առաջին հերթին գրավել են նրա մեջ տեղ գտած այն ոչ քիչ թվով խրատներն ու առակները, որոնք մեծ մասամբ հասցեագրված էին նոր սերնդին, պատանիներին ու երիտասարդներին, և որոնց մեջ խոսվում էր մանկավարժական և հասարակական բարոյական այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են իմաստությունն ու հանճարը, ծնողների ու զավակների փոխհարաբերությունը, օտարամոլությունն ու հայրենասիրությունը, ջանասիրությունն ու ընչաքաղցությունը, արդարությունն ու խաղաղությունը, գրում է Արամ Ղանալանյանը։ Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա հետևում է իր հոր Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմոն, ինչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան Սողոմոնն ասում է. «Ով իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ, ուստի տուր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել, բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր,
թե հարստություն և թե փառք։ Երբ Սողոմոնը Դավթի որդին մեր թվարկությունից առաջ 1037 թվին դարձավ Իսրայելի թագավոր, 3000 առակ գրեց։ Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի առակներ գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Սողոմոնի իշխանության տարիները նմանվում են դրախտի, քանի որ բոլորը երջանիկ էին, արդար և բարի։ Այդ ամենը Սողոմոնը կարողացել էր կառուցել երազից ստացած իմաստնության շնորհիվ։ Այդ իմաստնությունը պարգևել էր Աստված։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, սակայն անմիտներն արհամարհում են իմաստնությունն ու խրատը։ Երբ իմաստությունը մտնի քո սրտի մեջ և գիտությունը քո հոգուն հաճելի լինի, խոհեմությունը քեզ կպահի ու հասկացողությունը կպաշտպանի քեզ, որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից, նենգախոս մարդուց, նրանցից, ովքեր թողել են շիտակ ճամփան, որպեսզի խավարի ճամփաների մեջ քայլեն։ Չարի գործելով ուրախանում են և հավանություն են տալիս չարերի այլասերումներին։ Նրանց ճանապարհները ծուռ են ու խոտոր է նրանց ընթացքը, որպեսզի դու կարողանաս բարի մարդկանց ճամփով ընթանալ և պահել արդարների շավիղները։ Ահա նոր կտակարանում Հիսուսի առակներն են, որոնք ունեն դաստիարակչական նշանակություն։ Հիսուսն իր առակների միջոցով ձգտում էր ուսուցանել ամենախորը հոգևոր ճշմարտությունները, մի լեզվով, որը կարող էր հասանելի լինել բոլոր մարդկանց։ Ուսուցման այս պարզ ոճը հակադրվում էր այն ժամանակվա հրեա գիտնականների բարդ լեզվին։ Ավետարաններում ընդհանուր առմամբ կարելի է գտնել Հիսուսի 43 առակ։ Մարդը սիրում է սովորել օրինակով, այն օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու։ Մեր Տեր Հիսուսը հասկացավ, որ ճշմարտությունը քաղցր երաժշտություն չէ բոլոր ականջների համար։ Պարզ ասած, կային այնպիսիք, ովքեր ոչ հետաքրքրություն ունեն, ոչ էլ հարգում են Աստծո խորը բաները։ Ուրեմն ինչու նա խոսեց առակներով։ Աստծո հանդեպ իսկական քաղց ունեցողների համար առակը և արդյունավետ, և հիշարժան միջոց է աստվածային ճշմարտությունները փոխանցելու համար։ Մեր Տիրոջ առակները շատ քիչ բառերով պարունակում են ճշմարտության մեծ ծավալներ, և նրա առակները, որոնք հարուստ են պատկերներով, հեշտությամբ չեն մոռացվում։ Այսպիսով, առակը օրհնություն է պատրաստակամ ականջ ունեցողների համար։ Կարդանք Ա Կորինթացիներին 2-գլխի 6-7 խոսքերը։ Իմաստնության մասին խոսում ենք կատարյալների հետ։ Իմաստնություն, որը ոչ այս աշխարհինն է, ոչ էլ այս աշխարհի իշխաններին է, որոնք անհետանալու են, այլ խոսում ենք Աստծո խորհրդավոր և ծածուկ իմաստնության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր։ Բարի իմաստություն և գիտություն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։ Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա։ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտնում, ու այն մարդուն, որ հասկացողություն է ձեռք բերում, քանի որ դրա շահն արծաթի շահից ավելի լավ է, իսկ դրա արդյունքը զուտ ոսկուց։ Այն գոհարներից ավելի հարգի է, և քո բոլոր ցանկալի բաները չեն կարող դրա հետ համեմատվել։ Առակաց 3-13-15 խոսքերը։ Արդարություն անելու համար իմաստություն է պետք։ Իմաստությունն ավելի թանկ է, քան փողը, փառքը կամ իշխանությունը։ Աստված իմաստություն է տալիս նրանց, ովքեր խնդրում են անկեղծ սրտով։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում շատ է ավանդված, նրանից ավելին կպահանջվի։ Բոլորին հավասարաչափ չի տրված և բոլորին հավասարապես չի ավանդված։ Քո ամբողջ սրտով Տիրոջը վստահիր ու մի հենվիր քո հասկացողության վրա։ Դու քո աչքին իմաստուն մի լինիր, վախեցիր Տիրոջից ու հետ քաշվիր չարությունից։ Աստվածապաշտությունը գոհունակությամբ հանդերձ մեծ շահ է, քանի որ ոչինչ չենք բերել աշխարհ և հայտնի է, որ ոչինչ էլ չենք կարող տանել, բայց եթե կերակուր և հանդերձ ունենք, դրանցով բավարարվենք։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հարստանալ, ընկնում են փորձության ու որոգայթի և շատ անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց կործանման և կորստի մեջ են ընկղմում։ Որովհետև դրամի սերը բոլոր չարիքների արմատն է, որին տրվելով ոմանք հավատքից մոլորվեցին և իրենք իրենց շատ ցավերով խոցեցին։ Ա Տիմոթեոս 6-րդ գլխի 6-րդ խոսքից։
Բայց դու ով Աստծո մարդ, փախիր այս ամենից եւ գնա արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության ու հեզության ետևից։ Պատերազմիր հավատի բարի պատերազմը, պահիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, ու դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ։ Այս աշխարհում հարուստ եղողներին պատվիրիր, որ չգոռոզանան եւ անստույգ հարստության վրա հույս չդնեն, այլ կենդանի Աստծո վրա, որ ամեն բան առատորեն տալիս է մեզ վայելելու համար, որ բարի գործեն եւ բարի գործերով հարուստ լինեն, բաժանելու պատրաստ, բաժնեկցելու հոժար, իրենց համար լավ հիմք գանձելով գալիք ժամանակի համար, որպեսզի հավիտենական կյանքն ամուր բռնեն։ Ուստի դու որդիս, զորացիր այն շնորհով, որ Քրիստոս Հիսուսով է։ Առակաց 3:5 խոսքում Աստված մեզ պատգամ է տալիս. ամբողջ սրտով հույսը դիր Աստծո վրա եւ մի հպարտացիր քո իմաստնությամբ։ Մնանք Աստծո մեջ։